Ֆիզիկական եւ հոգեկան առողջության հիմքում բժշկական գրագիտությունն է։ Ես առողջ եմ, երբ տեղեկացված եմ։ Ողջույն բոլոր նրանց, ովքեր հենց նոր են միացել մեզ, Հանրայինի ուղիղ եթերում ենք, ես առողջ եմ հաղորդման շրջանակում, ձեզ հետ առաջիկա 30 րոպեներին կլինեմ ես, Լուսի Քոչարյանը, եւ նշեմ այն բոլոր տարբերակները, որով կարող եք մեզ հետևել, դրանք են armradio.am կայքի on-line ռեժիմը, live stream-ի տարբերակը եւ դիտելու եւ լսելու հնարավորություն կա այս կայքում, տեսագրություն, ձայնագրությունները տեղադրվում են այս նույն կայքի ես առողջ եմ բաժնում եւ իհարկե մեզ կարող եք հետևել Facebook-յան հարթակով live stream-ի տարբերակով հայատար գրված Հայաստանի հանրային ռադիո Facebook-յան էջում։ Միացեք նաև այստեղ, մեկնաբանություններում կարող եք թողնել հարցեր, դիտարկումներ, ես սրանց հետևում եմ եւ հետաքրքիրները, արդիականները կուղեմ մեր այսօրվա հյուրերին, նախատոնական հյուրերին, ես կասեի, ներկայացնեմ ում հետ ենք զրուցելու Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի մասնագետներ, դեղորայքային ուռուցքաբանության բաժանմունքի դեղորայքային ուռուցքաբան Սեդա Ղարիբյան, ողջույն բժիշկ։ Բարև ձեզ։ Եվ հեռահար ճառագայթային թերապիայի բաժանմունքի ճառագայթային ուռուցքաբան Սերգո Մխիթարյան, ողջույն։ Բարև ձեզ։ Շնորհակալություն այսօրվա հրավերն ընդունելու համար, մենք ձեզ հետ արդեն 3-րդ տարին կենտրոնի, ես նկատի ունեմ, համագործակցում ենք ապահովելով հանրային իրազեկում, տեղեկություններ, գիտելիքներ փոխանցել հանրությանը, որպեսզի ուռուցքաբանության ոլորտից որքան հնարավոր է լավ տեղեկացված լինենք, որովհետև դա օգնում է հաղթահարել, օգնում է ավելի դրական վերաբերվել, վաղ ախտորոշում ստանալ, լավ բուժման պլան ունենալ եւ այլն, մի խոսքով կարեւոր է։ Ու այսօր ամփոփելու ենք 2025 թվականը, տեսնենք ձեր տպավորությունները որպես բազմամյա փորձ ունեցող մասնագետներ այս ոլորտում, ինչպիսին են ուռուցքաբանության ոլորտի եւ հատկապես իհարկե Ֆանարջյանի անվան կենտրոնի վերաբերյալ։ Երևի թե սկսենք հետեւյալ շեշտադրումից հիվանդացության վիճակագրական թվեր, եթե այդպիսիք արդեն կան, եթե չկան, կարող ենք նաև մոտավոր անդրադառնալ, բայց մարդկանց կարծում եմ կհետաքրքրի, թե 2025-ին քաղցկեղի որ տեսակի հիվանդացություններն են աչքի ընկել եւ այս առումով ինչ է կատարվել, ով կուզի սկսել։ Ես երևի շնորհակալ եմ հյուրընկալման համար։ 2025 թվականը դեռ չի ավարտվել եւ ընդունելությունը մեր կենտրոնում ինտենսիվ կերպով շարունակվում է։ Հետևաբար դեռ պաշտոնական որևէ տվյալներ մենք ձեզ չենք կարող ներկայացնել։ Ամփոփումը արդեն սկսվել է, ընթացքի մեջ է, բայց կարող եմ ասել, որ արդեն իսկ կարող եմ նշել, որ դիմելությունը բավականին մեծացել է, բայց հանդիսատեսների համար կուզեմ ընդգծել, որ շատ զգույշ պետք է վերաբերվել այս տվյալի հետ, որտեղ դա միանշանակ չի խոսում նրա մասին, որ քաղցկեղի հիվանդացությունը մեր հանրապետությունում աճել է, հիվանդության դիմելությունը կարող է բարձրանալ նաև դիագնոստիկայի հաշվին, որովհետև վերջին տարիներին դիագնոստիկան շատ ավելի կատարելագործվել է, մենք հայտնաբերում ենք վաղ փուլում քաղցկեղ, որը որ նախկինում չէր հայտնաբերվի կամ հայտնաբերվել արդեն բարձի թողի վիճակներում եւ մյուս փաստարկն այն է, որ կարող եմ նշել, որ մեծացել է վստահությունը բժիշկների նկատմամբ եւ շատ են պացիենտներ վստահում տեղացի բժիշկներին եւ ավելի քիչ են մեկնում արտասահման համապատասխան բուժում ստանալու համար դրա շնորհիվ մենք կարող ենք նշել որ դիմելությունը բարձրացել է դրական փոփոխություններ են սրանք հստակ հատկապես եթե մի քիչ ավելի երկարաժամկետ հատված վերցնենք օրինակ վերջին 10 տարիները ոչ թե 2-3 Ինչ կասեք դուք հիվանդացության վիճակագրության վերաբերյալ այստեղ ոչ թե թվեր այլ տեսակներ ավելի շատ, որն է աչքի ընկել, որից են մարդիկ ավելի, չգիտեմ, միգուցե զգուշանում կամ տագնապը, որի հանդեպ է շատ, մի փոքր էս մասով։ Միանշանակ կարող եմ նշել, որ կենտրոնում դիմելության աճը նկատվել է, քանի որ իրազեկման մակարդակն է բավականին բարձր, ներդրվել են սկրինինգային ծրագրեր, ինչպես օրինակ կրծքագեղձի քաղցկեղի սկրինինգային ծրագիրը, եւ իրազեկման հետ մեկտեղ մարդկանց դիմելություն աճը վստահությունը կապված է եղել նաև մասնագետների վերապատրաստումներ են միաժամանակ կատարվում եւ մեր մասնագետները վերապատրաստում են կատարում փորձի փոխանակում
որի արդյունքում, ինչպես դոկտորը նշեց, այո, դիմելությունը մասնագետների հետ կապված եւս շատացել է, ինչպես ամբողջ աշխարհում, այնպես Հայաստանում տարբերվում է տարածվածությունը կանանց եւ տղամարդկանց մոտ, կանանց մոտ առաջ տեղում կրծքագեղձի քաղցկեղն է, ինչպես միշտ եւ այո, տղամարդկանց մոտ դա թոքի քաղցկեղն է, հաջորդիվ արդեն աղեստամոքսային տրակտի ռոցքները, որոնց վաղ հայտնաբերումը միանշանակ բարձրացնում է բուժման արդյունավետությունը եւ ավելի լավ արդյունքներ ենք տեսնում։ Ինչ վերաբերվում է մարդկանց վախին դիմելու բժիշկին, իհարկե դա լուրջ խնդիր է, սակայն դրա նկատմամբ եւս կատարվում են աշխատանքներ, ավելի ճիշտ գրագետ նրանց բացատրվում է բուժման этаպները եւ կարողանում ենք ավելի հեշտ եւ դյուրին նրանց արմոտեցնել դեպի բուժման։ Կարող եք ինչ-որ եզրակացություններ անել, թե ինչից են ավելի շատ մարդիկ վախենում, օրինակ այդ լուրը լսելուց, թե վախից, որ ոչինչ չի ստացվի բուժման առումով, օրինակ ձեր տպավորությունները։ Կան այնպիսի կարծրատիպեր, ինչպիսիք են, որ քաղցկեղը դատավճիռ է եւ բուժման չի ենթարկվում, եւ նույնիսկ դա շատ մեծ խնդիր է մեր հասարակությունում, ախտորոշումը հաճախ հիվանդին հարազատների կողմից չի ներկայացվում կամ առաջին այցը բժշկի մոտ հարազատներն են դիմում, նաև ինչ որտեղ խնդրում են, որ պացիենտին չասել դիագնոզի մասին, կարծելով, որ դիագնոզը չարորակ հիվանդություն, քաղցկեղ ախտորոշումը կարող է ազդել պացիենտի հոգեբանական վիճակի վրա, որը կխանգարի բուժմանը, սակայն եւ միջազգային փորձը եւ մեր փորձը ասում է այն մասին, որ միշտ ցանկալի է որ պացիենտը իմանա իր դիագնոզի մասին, դա հեշտ է եւ բժշկի եւ պացիենտի համար, եւ պացիենտը պետք է հասկանա, որ իրեն դժվար ճանապարհ է սպասվում, բայց դա անհույս ճանապարհ չէ եւ ինչու՞ չէ եւ իր մոտեցումից կախված հաջողությունը հաջողության արդյունքները հենց կապված են նաեւ պացիենտի մոտեցումներից եւ դրա համար տարվում են աշխատանքներ պացիենտին ճիշտ ներկայացնելու դիագնոզի վերաբերյալ, ճիշտ ներկայացնելու բուժման մոտեցումների, եղանակների, հնարավոր բարդությունների, հնարավոր արդյունքների մասին, այսինքն դա շատ մեծ աշխատանք է եւ որին մասնակցում է ոչ միայն բժիշկը, այլ հաճախ նաեւ հոգեբանը, հարազատները եւս մեծ դեր ունեն, որպեսզի պացիենտը տրամադրվի եւ սկսի իր բուժումը։ Այսինքն տագնապը դեռ զուտ ախտորոշումից նույնիսկ պահպանվում է։ Մի փոքր ավելի երևի տրամաբանական ու բնական կլիներ, որ հեռանկարից ավելի շատ տագնապ էին, որ ենթադրենք գիտեք 4-րդ փուլն է եւ ապրելիության տոկոսը ցածր է կամ հնարավորությունները քիչ են, բայց փաստորեն դեռ միայն ախտորոշումը արդեն տագնապի մեջ խնդիր է։ Իսկ վստահությունը, օրինակ, երկրում տեխնիկական հագեցվածության, բժիշկների պրոֆեսիոնալիզմի, այս առումով վաղ կա ձեր տպավորությամբ։ Կարծում եմ վերջին ժամանակներում այդ վաղը կոտրվել է, քանի որ ճշգրիտ սարքավորումները, ճշգրիտ ախտորոշումը առավել ներկապային առավել շատ է, նոր սարքավորումներով պայմանավորված եւ մենք կարողանում ենք բուժառուներին ներկայացնել հենց մեր իսկ վիճակագրական տվյալները եւ տեսնում ենք համեմատական, որ ավելի քիչ են դիմում արտերկիր, դիմում են մեր երկրի բժիշկներին, դա շատ ողջունելի է եւ վախը միանշանակ առաջին զրույցը, առաջին հանդիպումը բուժառուի հետ դա բավականին լարված է անցնում։ Մենք ինչ-որ ժամային լիմիտ չենք դնում եւ ինչքան հնարավոր է, ինչքան պետք է բացատրում ենք։ Որքան կարող է ձգվել օրինակ այդ կոնսուլտացիան։ Առաջին կոնսուլտացիան մինչեւ 1 ժամ կարող ենք մենք խոսել, իհարկե դա մեզանից շատ էներգիա է պահանջում, բայց մեր ամբողջ բուժման этаպին օգնում է, քանի որ նրանք ի սկզբանե տեղյակ են լինում եւ հաջորդական քայլերին նրանք տիրապետում են եւ իհարկե վստահությունը հենց ձեռք է բերվում ընթացքից արդեն։ Ինչ կասեք բուժառուի արդեն ախտորոշում ունեցող պացիենտի հոգեվիճակը կապված հեռանկարի հետ, ցուցանիշների հետ, փուլայնության հետ, իսկապես ազդում է բուժման ընթացքի վրա կամ արդյունավետության վրա, թե սա միֆ է այնուամենայնիվ, որ գիտեք, եթե ճիշտ պլան կազմվի, կբուժվի, ճիշտ վիրահատություն արվի, կբուժվի, չէ, ուրեմն չէ։
Ինչ խոսք պացիենտի բուժառուի ներշնչանքը շատ կարևոր է եւ շատ կարևոր է նրա պոզիտիվ վերաբերմունքը բուժման նկատմամբ, սակայն վիճակագրության տեսակետից, ստատիստիկայի տեսակետից որպես կանոն այն չի ազդում, եթե մենք պացիենտին բուժում ենք ուղեցույցային, թե ճիշտ նշանակվում է թեորիկային բուժումը, ճառագայթային բուժումը, վիրաբուժությունը, դա չի ազդում արդյունքների վրա։ Այսինքն, եթե ենթադրենք պացիենտը նեգատիվ տրամադրված լինի բուժման վրա, բայց մենք ամեն ինչ ճիշտ անենք, դա չի արդյունքը լինելու է միևնույն է բավարար, այո։ Բայց շատ կարևոր է տրամադրվածությունը, որովհետև հաճախ մանավանդ բուժման գնական փուլերում, իսկ ճառագայթային բուժումը, թեորիկային բուժումը բավականին երկար բուժում են ենթադրում, մի քանի ամիս պացիենտը բուժվում է եւ մանավանդ սկզբնական փուլերում պացիենտը տագնապային վիճակը խանգարում է, որ նա կանոնավոր այցելի բժիշկին կանոնավոր հանձնի, ենթադրենք լաբորատոր քննությունները, հանձնի պրոցեդուրաները եւ այլն, որը որ կարա ազդի արդյունքի վրա։ Դրա համար ցանկացած փուլում պարբերաբար պացիենտի հետ կատարվում են հանդիպումներ, կրկին եւ կրկին ներկայացվում է հիվանդությունը, որովհետեւ նույնիսկ լինում են պացիենտներ, որոնք գիտեն, որ իրենց մոտ քաղցկեղ է, երբ որ դուք հարցնում եք, դուք գիտեք ձեր հիվանդության մասին, ինքը ասում է մոտ քաղցկեղ է, բայց ինչ է դա նշանակում, նրանք չգիտեն։ Ճանաչել այդ հիվանդությունը։ Դա եւս խնդիր է եւ մեր կարևոր գործերից մեկը նաեւ բացատրել պացիենտին ճանապարհի մասին, որ պետք է անցնենք, արդյունքների, կողմնակի երևույթների եւ այլն։ Կրթական սոցիալ-հոգեբանական աջակցությունն է փաստորեն տրամադրվում իրականում ուռուցքաբանների կողմից։ Հետաքրքիր հարց ունենք, երևի թե երկուսիդ էլ կխնդրեմ պատասխանել, կապը պահպանելու համար աուդիտորիայի հետ հարցնում են ինչն է ամենադժվար պահը ուռուցքաբան լինելու եւ պրակտիկա ծավալելու մեջ։ Ձեր անձնական իհարկե ձեր դժվարությունը եւ ձեր Կարծում եմ, որպես բժիշկ կարող եմ նշել իհարկե, երբ ինձ համար անձնական իմ կարծիքը կարող եմ ասել, իհարկե երբ ինձ դիմաց կանգնած բուժառուն կամ նրա հարազատները առաջին լուրը հայտնելու եւ միանշանակ իրանք մի փոքր լարվածությունը կրկնապատկումա նույնիսկ կարող են հուզվել եւ ընթացքը բավականին ծանր ընթանա։ Ինձ վրա հանձնեմ առնում բավականին համբերատար կերպով բացատրել, պահպանել ընդհանուր հանգստությունը, որովհետեւ ոչ միայն պացիենտին, այլ նաեւ հարազատներին եւ նրանք քիչ չեն լինում, երբեմն 2-3 հոգով դժվար է լինում, սակայն ընթացքից եւ բուժման արդյունքները տեսնելիս ինձ համար նպատակ եմ դնում, որ եւ ես մի օր նրանց լավ լուր կհայտնեմ, ինչը կարա դիտվի ուռուցքի չափերի փոքրացման, բուժման հասանելիության եւ մի օր կտեսնեմ նրանց իմ սենյակ մտնելուց ավելի ժպիտով եւ ավելի հանգիստ։ Դժվարությունը կոմպենսացնում եք։ Կոմպենսացնում եմ ինքս ինձ կարողանում եմ հույսով ապահովել, որ այս ամենը իհարկե միանշանակ ժամանակավոր է, սակայն դժվարություններ լինում են, պայմանավորված իհարկե երբ հիվանդը ինքը չի իմանում, շատ դժվար է լինում, մենք նույնիսկ պետք է հաճախ հարազատների խնդրանքով նրանց լիարժեք չենք իրազեկում, թե ինչ է իրենց մոտ։ Ընդառաջ գնում եք այս խնդրանքին եւ արդյոք ճիշտ է ընդառաջ գնալ, այլ ոչ թե ասել, գիտեք, ես մասնագետն եմ, ես գտնում եմ, որ պետք է հայտնել եւ պետք է համագործակցել պացիենտի հետ ուղիղ կապով, ոչ թե միջնորդավորված լինում են այսպիսի դեպքեր, որ դուք ստիպեք չէ, բայց պահանջեք հստակ։ Բժշկական տեսակետից եւ բժշկական գաղտնիքի տեսակետից իհարկե նախ եւ առաջ բուժառուն պետք է տեղյակ լինի իր ախտորոշման մասին եւ ինքը պետք է իր թույլտվությունը տա, որ տվյալ ախտորոշման մասին տեղեկանան նաև իր հարազատները, այսինքն ենթադրում է, որ առաջին այցը պետք է կատարի այստեղ հակառակն է, ոնց որ պատկերը։ Այո, բայց շատ հաճախ բոլոր բժշկական փաստաթղթերով դիմում են բուժառուի հարազատները, հաճախ ոչ անմիջական հարազատները։ Եվ դու արդեն ենթադրենք մարզից մոտեցել են ձեզ, չես կարող մերժես, չես կարող կտրուկ ասես, որ չէ, անպայման բուժառուին էլ բերեք,
Եվ դու նայում ես թղթերը, բացատրում ես իրավիճակը, բայց այստեղ արդեն հակասություն է առաջանում։ Արդյոք դա ճիշտ է, երբ որ առաջինը տեղեկանում է հարազատը եւ ոչ թե բուժառուն, բայց խնդիրը համատարած է մեր հասարակության մեջ, բոլոր հիվանդանոցներում նման խնդիր է, որ ես քննարկում եմ այս դեպքը գործընկերներիս հետ, բոլորի մոտ նույն իրավիճակն է եւ չգիտես որն է ճիշտ լինել սկզբունքային եւ պահանջել որ անպայման բուժառուն կա, բայց պատկերացրեք կարող է բուժառուն ենթադրենք ոչ բարձրագույն կրթություն չունեցող մեկն է ում եղել է դեպքը որ ուղղակի պացիենտը ասեց ինձ հետաքրքիր չի ինձ մոտ ինչ է դուք միայն բուժեք օրինակ հաճախ նույնիսկ հետաքրքիր չի լինում կամ չեն ուզում ավելի խորը իմանալ իրենց հիվանդության մասին վախենալով այն իրողությունից որ ես կարող եմ իրենց ներկայացնել եւ հետո դու մտածում ես արդյոք պետքա որ տվյալ մարդը իմանա այդ դիագնոզի մասին թե չէ Այսինքն մեր երկրում այսպես համակարգային մեկ ընդհանուր մոտեցում էստեղ դեռ չկա, չի ձևավորվել եւ ամեն կենտրոն եւ ամեն մասնագետ ըստ իրավիճակի ինչ որ կերպ տակից դուրս է գալիս դու բժիշկը ցանկանում է օգնած լինել եւ եթե դիմել է հարազատները այո ցանկանում է ինչ որ կերպ օգնած ինչ որ ճիշտ խորհուրդ տալ որովհետեւ ցավոք եթե դուք ճիշտ խորհուրդ չտաք կամ լինեք սկզբունքային դիմի մեկ այլ մասնագետի որը որ այդքան սկզբունքային կարող չլինի բայց դրանից դուժի բուժառուի առողջությունը եւ բուժման հետագա ամբողջ ռազմավարությունը լրիվ ուրիշ կերպ գնա եւ դրանից արդյունքները դուժեն դրա համար ուզում եմ որպեսզի ամեն ինչ լավ լինի այդ մարդու մոտ եւ հնարավորինս ցանկանում ես օգնած լինել եւ ում է օգնելու այդ սկզբունքայնությունը որը միգուցե ասենք ավելի վատացնի Մեզ խնդրում են նաև անդրադառնալ հենց ձեր նեղ մասնագիտացումներին, ով է դեղորայքային ուռուցքաբանը, կոնկրետ ինչ հատվածով է զբաղվում։ Եկեք սա էլ ներկայացնենք։ Դե որպես կանոն ուռուցքային հիվանդությունները բուժվում են 3 եղանակով՝ վիրահատություն, ճառագայթային բուժում եւ դեղորայքային բուժում։ Ես որպես դեղորայքային ուռուցքաբան կարող եմ նշել, որ հիմնականում բուժման բոլոր մոտեցումները որոշվում են միջազգային ուղեցույցների համաձայն եւ բուժումը որոշ կախված է ըստ հիվանդության փուլի։ Վաղ փուլերում եթե քաղցկեղային հիվանդությունը վիրահատական է, դրանք վիրահատվում են, հետագայում փուլավորումից կախված կարող է նշանակվել դեղորայքային բուժում, իր մեջ ներառում է ինչպես քիմիոթերապիայի դեղորայք, այնպես իմունոթերապիա, տարկետ թերապիա, նոր սերնդի դեղորայք, որոնք որ առավել արդյունավետ են, առավել թիրախավորված են Իսկ բոլորը հասանելի են Ֆանարջյանի կենտրոնում։ Դեղորայքային բաժանմունքում ոչ բոլորը կամ հա, ոչ բոլորը, բայց այո։ Ոչ բոլորը, քանի որ դրանք ծրագրով են։ Իսկ ամենամեծ միֆը, որը կնշեք հենց քիմիոթերապիայի հատկապես մասին, որովհետև սա էվի ամենահաճախն է կիրառվում, մարդիկ ինչը սխալ գիտեն ձեր նեղ մասնագիտացման շրջանակում որ դուք ստիպված եք միշտ բացատրել, հերքել այդ մոլորությունը եւ այլն։ Շատ են միֆերը, ուղղակի քանի որ ամեն օր առնչվում եմ այդ ամենի հետ, ինձ համար արդեն սովորական է դարձել։ Դրանցից օրինակ մեկը, երբ հիվանդները ոչ բոլոր քիմիոպրեպարատներն են մազաթափություն առաջացնում եւ հաճախ մտածում են, եթե մազերը չի թափվել, ուրեմն դեղորայքը չի աշխատել։ Իսկ ինչի մեկի մոտ կա, մյուսի մոտ չկա, մյուսը սննդի հետ կապված, օրինակ կլինի քաղցր չուտենք, քանի որ քաղցկեղային բջիջները սնվում են քաղցրով եւ մենք մեզ զրկել են քաղցրից։ Սա կապ չունի իրողության հետ, միանգամից հերքենք հենց հիմա։ Միանշանակ կապ չունի, դրանք լրիվ տարբեր փոխազդեցության մեխանիզմների արդյունքում են եւ բուժման этаպում շատ կարեւոր է առողջ եւ բալանսավորված սնվելը։ Իսկ հատուկ սննդակարգ կա այնուամենայնիվ թե պայմանավորված դեղորայքային բուժման կողմնակի ազդեցություններով հաճախ մենք ոչ բացարձակ, բայց հարաբերական հակացություններ նշանակում ենք, որ այս ուտելիքը չուտել, քանի որ դա կարող է առաջացնել ինչպես ալերգիկ ռեակցիա, այնպես էլ մարսողական խանգարումներ եւ ընդհանուր բուժման ընթացքը ձգձգվի դրանով պայմանավորված Բայց սրանք գիտահեն եւ ողջամիտ եւ ողջամիտ, այո, միանշանակ առողջ ծնունդ։ Եկեք հասկանանք նաեւ ով է ճառագայթային ուռուցքաբանը եւ ներկայացնենք ձեր մասնագիտացումը ու նաեւ հետո որոշ մոլորությունների էլ անդրադառնանք։
ինչպես բժշկուհին նշեց, քաղցկեղի բուժումը ենթադրում է 3 հիմնական եղանակ, այդ թվում ճառագայթային թերապիան, ճառագայթային թերապիան դա քաղցկեղի ինքը նաև կիրառվում է նաև օրինակ բավարար ուռուցքների կամ որոշ ոչ ուռուցքային հիվանդությունների պարագայում դա բուժումն է էլեկտրոմագնիսական ալիքների, մասնավորապես իոնիզացնող ճառագայթների միջոցով, օրինակ ռենտգենյան ճառագայթներ, գամմա ճառագայթներ կամ կարող է մասնիկային բնույթի ճառագայթում լինի, ալֆա մասնիկներ, բետա մասնիկներ եւ այլն։ Ճառագայթային թերապիան կիրառվում է գրեթե բոլոր ուռուցքների դեպքում, գրեթե բոլոր փուլերում, ինքը կարող է ունենալ եւ արմատական բուժում, այսինքն որ միայն ճառագայթային բուժումով մենք ստանանք առողջացում, այսինքն ուռուցքը լրիվ վերանա, օրինակ մաշկի ուռուցքների դեպքում բավականին մեծ արդյունավետություն ունի ճառագայթային թերապիան, այնաստեղծ համակարգի ուռուցքներից լիմֆոմաների դեպքում բավականին արդյունավետ է ունի օժանդակ օգնություն, այսինքն երբ որ այն հիմնական բուժման եղանակը չէ, բայց լավացնում է արդյունքները, օրինակ նույն կրծքագեղձի քաղցկեղի դեպքում հիմնական բուժման եղանակը մենք գիտենք դա վիրահատությունն է, բայց որոշ դեպքերում երբ որ առկա են ռիսկի գործոններ, մենք նշանակում ենք նաև օժանդակ այսպես կոչված ճառագայթային թերապիա, որպեսզի լավացնենք արդյունքները, իջեցնենք կրկնման հավանականությունը եւ այլն, եւ իհարկե ամոքիչ դեր ունի, օրինակ 4-րդ փուլում գտնվող պացիենտների մոտ որոնց մոտ առկա է նոր ոսկրերում մետաստազներ եւ արկա ցավային սիմպտոմատիկա, մենք ճառագայթային թերապիայի միջոցով կարող ենք ցավազրկող բավականին լավ արդյունքներ ստանալ։ Եվ մեկ միֆ էլ խնդրում նշեք ձեր տեսակի մասին։ Հիմնականում կիրառվում է հեռահար ճառագայթային թերապիան, դա նշանակում է, որ ճառագայթ գեներացնող սարքը գտնվում է մարմնից դուրս։ Այսինքն պացիենտը պարկում է սեղանի վրա, ապարատի շուրջը պտտվում է, համապատասխան հատվածը, որը մենք որոշել ենք ճառագայթում ենք։ Եվ շատ հաճախ մարդիկ կարծում են, որ այդ պացիենտը ով ստանում է հեռահար ճառագայթային բուժում, ինքը վտանգ է ներկայացնում միջավայրի համար եւ նույնիսկ լինում են դեպքեր, երբ որ օրինակ հիվանդը ասում է, որ ինձ օրինակ հարցս չի թողնում թողներից ես շփվեմ, որովհետեւ ես ստանում եմ ճառագայթ եւ ինձ մեկուսացրել են, այո, որ ես ճառագայթեմ միջավայր։ Կա ճառագայթային թերապիայի տեսակ, երբ որ մենք մեկուսացնում ենք պացիենտին, օրինակ ռադիոյոդոթերապիայի ժամանակ վահանաձև գեղձի քաղցկեղի դեպքում, այո, մենք պացիենտին առաջին օրը մեկուսացնում ենք, եւ ինքը 3-4 օր մնում է առանձին հիվանդասենյակում, բայց դա կոնկրետ մասնավոր դեպք է, որի մասին բժիշկը առաջին օրը հենց զգուշացնում է։ Մնացած բոլոր դեպքերում պացիենտը որևէ վտանգ չի ներկայացնում։ Եթե զգուշացված չէ, այսինքն հատուկ նշված չէ դա, ուրեմն կարող ենք հանգիստ լինել։ Ոչ մի ժամ, ոչ մի օր չի իզոլացվում, հա, եւ միանգամից կարող է գնալ աշխատանքից գալ, ստանան ճառագայթ ու գնան օրինակ տուն կամ գնան աշխատանքի։ Ճառագայթային ուռուցքաբանության շրջանակում նաեւ մարդիկ շատ վախենում են դրա կողմնակի շատ ուժեղ եւ վատ հետևանքներից, արդյոք մեր օրերում, որտեղ ամեն ինչ շատ զարգացել է, դեռ կարիք կա անհանգստանալու։ Բժշկության մեջ եւ մասնապես ռուսկաբանությունում մենք առաջնորդվում ենք օգուտ ռիսկ հարաբերությունով։ Եթե օգուտ ռիսկ հարաբերությունը ողած է ավելի շատ դեպի օգուտը, մենք գնում ենք այդ բուժման։ Եթե դեպի ռիսկն, այսինքն եթե կան, ենթադրենք մեր բուժումից, դա վերաբերում է ոչ միայն ճառագայթային բուժմանը, նույնիսկ դեղորայքային բուժմանը եւս, մենք բնականաբար ավելի զգուշ ենք լինում, միգուցե կարող սահմանափակենք բուժարոյի բուժումը կամ նշանակենք ավելի հեշտ տարվող բուժում եւ այլն։ Որպես կանոն մենք հաշվի ենք առնում, որ քաղցկեղը դա դեռևս մարտահրավեր է եւ անկախ ամեն ինչից միշտ կա կրկնման ռիսկ 1 տարի, 3, 5 տարի անց, 10 տարի անց եւ մենք հաճախ, երբ որ մենք տեսնում ենք, որ պացիենտը պոտենցիալ բուժվող պացիենտ է, այսինքն մենք կարող ենք հաղթահարել քաղցկեղը, իսկ տարեց տարի շատանում են քաղցկեղը վերապրած բուժառուների թիվը, այո, մենք գնում ենք նման արմատական բուժման, իհարկե կան կողմնակի երևույթներ եւ ճառագայթային թերապիայից եւ դեղորայքային բուժումից, բայց օգուտն ավելի շատ է, այո։ Ու նաև կարծես թե այդ կողմնակի էֆեկտները շատ արդյունավետ եւ բարեհաջող վնասազերծվում են, չէ՞, այսօրվա միջամտությունները դա թույլ են տալիս։ Եվ եթե թույլ տակ արդյոք օգտվելով նշեմ, որ մեր կենտրոնը, Ռուսկավանության ազգային կենտրոնը ձեռք է բերել 2 նոր գերժամանակից սարք, որից մեկը արդեն շահգործման է ենթարկված, մյուսը մոտորերս շահգործման կենթարկվի, որը որ թույլ է տալիս ավելի թիրախային ճառագայթել մեր
հիվանդության զոնան եւ մինիմալ վնասելով առողջ շրջապատող հյուսվածքները, որը որ իհարկե քչացնում է կողմնակի երևույթների ռիսկը։ Շատ ուրախալի է եւ 2026-ից այդ մյուս սարքն էլ չէ, կմտնի արդեն շրջանառության մեջ։ Հիանալի կլինի եւ եկեք վերջում հասցնենք անդրադառնալ այն քայլերին, այն ակցիաներին, միգուցե գործողություններին ու ծրագրերին, որ ուռուցքաբանության ազգային կենտրոնը ծավալել է վաղ դիմելիությունը խրախուսելու եւ վաղ ախտորոշման ել ավելի մեծ ծավալների հասնելու համար։ Ինչ կմտաբերեք, ինչ է արվել 25 թվականին։ Որպես կենտրոնի բժիշկ կարող եմ նշել շատ կարևոր է ուռուցքաբանության ազգային կենտրոնի կողմից կատարվող կոնգրեսը, որը ամեն տարի կատարվում է եւ իր շուրջն է հավաքում տարբեր երկրների մասնագետներին, միավորվում են եւ փորձի փոխանակում է կատարվում եւ ամբողջ տարվա ընթացքում միանշանակ կատարվող հետազոտությունները նշանակվում են դրանք սկրինինգային տարբերակով, որպեսզի վաղ ախտորոշում լինի եւ կանխարգելի, եթե դրանք նախաքաղցկեղային հիվանդություններ են, անցնեն հսկողության։ Իրազեկման արշավներն ունեն բարձր մակարդակ եւ դրանով իսկ պայմանավորված է եղել բարձր դիմելիությունը եւ վաղ հայտնաբերումը հիվանդությունների, ինչպես օրինակ նշեցի սկզբում կրծքագեղձի մամոգրաֆիան, աղստամոքսային տրակտի դեպքում էնդոսկոպիկ ծառայությունները, որոնք եւս փոքր կամ նախաքաղցկեղային հիվանդությունները վաղ հայտնաբերում են։ Դրանց շրջանակում առաջարկվում էր օրինակ անվճար հետազոտվել, անվճար ախտորոշում ստանալ եւ այլն։ Սահմանվում, քանի որ 50-ից բարձր տարիքի բուժառու մարդիկ են համարվում ռիսկի խմբում եւ սահմանվում մի քանի կրիտերիաներ, որոնց հետեւելով կատարվում էր անվճար ծառայություններ։ Իսկ մարզերի հետ համագործակցությունից գոհ եք եղել 25 թվականին մի տեսակ մարդիկ այդ մտավախությունը ունեն, որ դուք ինչ անում եք, արվում է Երևանում, իսկ մարզերի բնակչությունը մի փոքր հետ է մնում եւ այլն։ Ուրախությամբ կարող եմ նշել, որ որոշ մարզային հիվանդանոցներում արդեն կան դեորեքային բուժման ծառայություններ եւ օրինակ Կապանում, Գորիսում, Գյումրիում, Վանաձորում, այսինքն բուժառուները ստիպված չեն ամեն անգամ գալ Երևան եւ օրինակ դեորեքային բուժում կարող են ստանալ իրենց մարզ կենտրոնում, իրենց քաղաքում։ Իհարկե ցավոք ճառագայթային թերապիան կենտրոնացած է Երևանում, բայց խնդիրն այն է, որ ճառագայթային ուռուցքաբանությունը ինքը բավականին ստեղծել ճառագայթային թերապևտիկ ծառայություն բավականին դժվար է եւ սարքերն են բավականին թանկ եւ համապատասխան ինֆրաստրուկտուրան բավականին թանկ է եւ ստեղծելը բավականին ժամանակատար process է, իհարկե այն դեռ կենտրոնացված է Երևանում, բայց իսկ այնտեղից դիմելը, այնտեղից գալը, այդպես հետեւողական լինելը ինչ կասեք։ Այո, որովհետեւ եւ քանի որ արդեն մարզ կենտրոններում եւ քաղաքներում հեռավոր կան ուռուցքաբանական ծառայություններ, կատարվում է համապատասխան շրջանների լուսավորչական աշխատանք, պացիենտները ավելի տեղեկացված են հիվանդության վերաբերյալ եւ ավելի հետեւողական են ծառայության նկատմամբ, իհարկե եւ չեմ կարող չընդգծել ձեր եւ մեր կենտրոնի համագործակցությունը, որը եւս մեծ լուսավորչական աշխատանք է։ Այո, շատ։ Այո, եւ արձագանքների լավն են։ Դրա շնորհիվ դիմելությունը եւս բարձրանում է եւ վստահությունը բժիշկների նկատմամբ եւս մեծանում է։ Ես նկատում եմ իսկապես, եթե որևէ եթերից հետո օրինակ ունկնդիրները հիմնական իհարկե համացանցով են գտնում գրում, այսպես բաց է ավելի հեշտ է, որ լսեցինք եւ այդ կենտրոնից ինչ ուռուցքաբան խորհուրդ կտակ, այդ դիմելը շատ է եղել, չնայած ես գիտեմ, որ ձեզ մոտ շատ վաղուց արդեն թիմային մոտեցումը, այդ մեկ ուռուցքաբան անում է ամեն ինչ, այսպիսի մոտեցում չկա, եւ ես այլ փորձում եմ բացատրել ու տեղ հասցնել, վերջին մեկ րոպեներին խնդրում եմ արագ յուրաքանչյուրդ ձեր կոչը կամ հորդորը հնչեցնեք գանգատների եւ նշանների դեպքում դիմելու ու վաղ ախտորոշում ստանալու համար շատ արագ։ Ինչու է կարևոր դա։ Միանշանակ կարող եմ նշել, որ շատ կարևոր է վաղ դիմելը բժիշկին եւ ինքնաբուժմամբ չզբաղվելը, քանի որ հաճախ հենց գործ ենք ունենում դրա արդյունքում առաջացած բարդությունների հետ։ Շնորհակալություն, իսկ դուք ինչ կասեք։ կասեք։ Ասել որ քաղցկեղը դատավճիռ չէ։ Շատ ու շատ տեսակներ տարբեր փուլերում արդեն բուժելի են ի տարբերություն 10, 15, 20 տարի առաջ եւ տարեց տարի այդ տենդենսը մեծանալու է, արդյունքները լավանալու են։
կուզեի որ հետևողական լինեն մեր ունկնդիրների հենց առողջության նկատմամբ, նույնիսկ պրոֆիլակտիկ զննումներ բարբերաբար անցնեն եւ ցանկացած կասկածի դեպքում դիմեն համապատասխան մասնագետ։ Շատ շնորհակալություն այս դրական պահի վրա հենց ամփոփենք տարին իրականում նաև ձեզ հետ։ Մենք զրուցեցինք Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի մասնագետներ, ուռուցքաբաններ Սեդա Ղարիբյանի եւ Սերգո Մխիթարյանի հետ։ Շնորհավորում ենք նախապես գալիք ամանորը եւ ես հույս ունեմ, որ մեր համագործակցություն կշարունակվի նաեւ 2026 թվականին, լիահույս եմ այս առումով։ Շնորհակալություն հարցազրույցի համար եւ ցտեսություն բոլորին։ Ֆիզիկական եւ հոգեկան առողջության հիմքում բժշկական գրագիտությունն է։ Ես առողջ եմ, երբ տեղեկացված եմ։